Պարոն Փաշինյան, դուք տեղ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասացիք, որ Ադրբեջանը այն տարածքները, որոնք օկուպացրել է 2021 թվականին, այլ տարբերակներով կարող եք հետ վերադարձնել։ Ինչ տարբերակների մասին է խոսքը։ Բայց այստեղում ասել եմ նաև ինչի մասին է խոսքը։ Նախ իմ ձևակերպումները կարծում եմ մի փոքր այլ են եղել եւ ես ասել եմ, որ ես պարզ է, որ մենք ընդունում ենք, որ մենք ունենք օկուպացված տարածքների խնդիր, բայց ես ասել եմ նաև, որ դե յուրե այդ հարցը լուծված է, որովհետև 2024 թվականի սեպտեմբերին օգոստոսի վերջին ստորագրվել եւ հոկտեմբերին վավերացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ Ալմաթայի հռչակագիրը ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք։ Սա նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, իմիջիայլոց ասեմ, որ այդ փաստաթուղթը արդեն վավերացված է եւ երկու երկրներում ունի պարտադիր իրավական ուժ։ Սա նշանակում է, որ երկու երկրները ընդունել են, որ ըստ էության խորհրդային միության ժամանակների խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանը պետք է վերաարձանագրվի որպես երկու երկրների միջև պետական սահման։ Այսինքն եւ այդ փաստի բերումով այդ հարցը, որը իհարկե հայաստանցիների եւ կառավարության օրակարգում է, պետք է այդպես լուծում ստանա եւ այդպես լուծում կստանա, որովհետեւ կասկած դրանում չկա եւ Հայաստանը ու Ադրբեջանը այս հենքի վրա պայմանավորվել են եւ փոխադարձաբար պետք է արձանագրեն այս փաստը եւ ճշգրտեն սահմանը այս տրամաբանությամբ։ Եթե սահմանազատման արդյունքում կլինեն իմիջիայլոց կանոնակարգում դա էլ է նախատեսված, փոխադարձ ընդունելի ինչ-որ լուծումներ, այդ լուծումներն էլ կլինեն եւ այդ ամեն ինչը շատ թափանցիկ է եւ կարծում եմ որևէ խնդիր, ես անկեղծ ասած որևէ խնդիր այդ համատեքստում նույնպես չեմ տեսնում, ելի եմ ասում այն ըմբռնմամբ, որ մենք պետք է հիշենք Ալմաթայի հռչակագիրը եւ Ալմաթի հռչակագրի հիման վրա երկու երկրների տարածքային ամբողջականություն։ Այսինքն փոխադարձ լուծումներ մենք սահմանազատում արեցինք, Տավուշում հիմա մենք սպասում ենք, որ հարգելի գործընկերներ, հարցերը հնչել են հողերը հետ վերադառնան։ Այս դուք գիտեք, որ մենք ունենք պայմանավորվածություն, որը արդեն հրապարակված է, որ հյուսիսից հարավ է գնալու սահմանազատումը եւ հասկանալիորեն որ հատվածում սահմանազատում տեղի ունեցավ, այդ հատվածում սահմանը պետք է արձանագրվի եւ սահմանազատման տրամաբանության մեջ պետք է պրոցեսները թափանցիկ կերպով հասցեագրվեն։